Փիրեկի ժամը 22-ին Սուրանկյան հերթական թողարկմանը դիտեք։ Ալմաթայի հռչակագրի անորոշ ճակատագիրն ու Հայաստանի տարածքը արևմտյան Ադրբեջան անվանողի իրական նպատակը։ Արդյոք երկրի տարածքը զավթելու նախապատրաստություն չէ, եւ ինչու է պաշտոնական Երևանը լռում։ Ես խորապես հավատում եմ, որ մենք կվերադառնանք։ Ուր են 300,000 ադրբեջանցիները։ Չեն կարող վեր կենալ եւ հերքել մի բան, որ փակ դռների հետևում իրենք համաձայնություն տվել է։ Ինչպես է Ադրբեջանը ծախսում միլիոնավոր դոլարներ այս երևույթի տարածման, հանրայնացման վրա։ Բաքուն ունի քաղաքականություն եւ հետեւողական դա առաջ է տանում։ Ադրբեջանից էլ ավտոմեքենայով կարող են գալ, այդ թվում Երևան։ Չեկնի համանման հայտարարություն Ադրբեջանի կողմից։ Առաջին դասարանցիների հայտագրման սկանդալային գործընթացն ու նորամուծությունների պատճառով տուժածները արդյոք ստեղծված քաոսը արհեստական չէ եւ ինչու են ամեն տարի մարդիկ կանգնում ջարդած տաշտակի առաջ։ Ոչինչ չասող այս տվյալները առաջին դասարանցիների առցանց հայտագրման կայքից են։ Այս կոճակը սեղմեցին, հետևանքը չտեսան։ Այսինքն ծնողը պետք է գա նստի դպրոցում Հայավարի խնդիր է առաջացել։ սրա երեխային ընդունել, կամ նրա երեխային ինչ-որ հետաձգել։ Ծնողներն այդպես էլ չեն կարողանում իրենց երեխաներին հայտագրել։ Բացասական փորձառությունների ինդեքսը կամ ստրեսի, բարկության եւ տխրության սանդղակում Հայաստանի ցածր վարկանիշը, ինչն է մեզ դարձրել նյարդային անամպեր ու տխուր եւ ինչու է հայը դադարել ժպտալ։ Աքսի տարածում մատուցողներին հիմնական ճանապարհից հանենք Արշակունյաց Բողոքյան ինքը օրվա մեծ մասը կանգնած է։ Խցարմանդակ կանգնում են եւ աշխատանքին հասնում են։ Մանյանը կարամիակոմանի հատված լինի Կազմակերպությունների շահույթների վրա է ունենում ազդեցություն։ 3 հատ կամուրջ կառուցը չի լինի։ Դաժան վիճակագրությամբ սարսափելի վթարի պատճառներն ու ամենագնաց Մերսեդեսում կասկածելի պայմաններում ծագացել է երկու մեքենաների բախման հետևանքով զանգված էին հոսանքազրկումներն ու օրը ցերեկով Կիլիկիայում հնչած կրակոցները։ Մինչև գան գարի%։ Սա այրան հետքերը։ Սա վալոքն գալիս է։ Դոջեն ուր հասել։ Արցախյան 3 պատերազմների մասնակցի ծանր մտորումներն ու հանուն երեխաների ամեն ինչին պատրաստը, ինչպես է անտեսելով ցավերը շարունակում պահել երկրի սահմանները եւ ինչ խոհերով է կիսվում հանգուցյալ կնոջ հետ այցելելով նրա գերեզման։ Մամաս մահացրա, այդուց պապանա մեզին այել։ Վերջի խնդիրները ես եմ դու։ Օրը սոված են գնացել, օրը կուշտ են գնացել։ Ուշակով նպաստում որ չէի կարող, էլի որ աշխատեի։ Արիկս գնում աշխատում է, որ մեզի հաց ու ջուր ստեղծի։ Ամեն իրիկուն աղոթում են, որ պապան առողջ գա տուն։ Ցավոտ հարցերի պատասխանները կգտնենք միասին։